Հարցերից մեկը, որ ցանկացած մարդ անխուսափելիորեն առնչվում է իր կյանքի ընթացքում, դա հնազանդության հարց է։ Մենք առնչվում ենք այդ հարցի հետ փոքր ժամանակ, երբ որ մտածում ենք, որ պետք է կարողանանք այս կամ այն ձևով խախտել մեր մեծերի խոսքը, հետագայում առնչվում ենք այդ հարցի հետ, երբ որ ինքներս ենք դառնում ծնող եւ արդեն սկսում ենք բողոքել մեր հերթին, մեր երեխաների չենթարկվածությունից, եւ ըստ այդմ քայլ առ քայլ այդ հարցերը տարբեր մակարդակներում կուտակվում են։ Երբ որ մենք խոսում ենք երեխայի մասին, մենք այնուամենայնիվ բողոքելով հանդերձ ընկալում ենք, որ կա որոշակի սահման, աստիճան հնազանդության։ Աստիճան, որից հետո արդեն սկսվում է երեխայի որպես մարդու ինքնուրույնություն, որը անհրաժեշտ է իրական զարգացման համար, որտեղ սկսվում է երեխայի ուրույն ճանապարհը, իր սխալներով, իր անկումներով, բայց իր ուրույն հնարավորությամբ։ Եվ այստեղ, ինչպես տարբեր հարցերում շատ կարևոր է չընկնել ծայրահեղությունների մեջ, որովհետև մի ծայրահեղության մեջ, երբ որ մարդ ընդհանրապես անհնազանդ է եւ չի ենթարկվում մեծերին իսպար, ապա երեխան հնարավորություն չի ունենում այդ դեպքում ինչ որ ձևով յուրացնել ավանդույթների փորձը եւ հմտությունները, ու նաեւ զրկվում է որոշակի պաշտպանությունից, որ այնուամենայնիվ մեծերը կարող են տալ։ Բայց մյուս ծայրահեղության մեջ, եթե անդադար ենթարկվում է եւ հնազանդվում, նա զրկվում է իր ուրույն զարգացման հնարավորությունից։ Սա երեխաների վերաբերյալ, բայց նույնը, ու թերևս նույնիսկ ավելի, աշխատում է հասարակությունների հետ։ Եվ հասարակությունների վերաբերյալ, չնայած մենք այդ հարցը ավելի հազվագյուտ ենք տալիս, մենք մեր կողմից վերջերս էլ ավելի շատ հնչեցնում ենք այս հարցը։ Որն է այն սահմանը, որից հետո հասարակության հնազանդությունը դառնում է հանցավոր։ Որն է այն սահմանը, որում որ անդադար ենթարկվելը օրենքներին կամ կանոններին, որոնք որ դրվում են իշխանությունների կողմից, որն է այն սահմանը, երբ որ այդ ամբողջին ենթարկվելը դառնում է այլևս մարդկային մեծագույն վեհ արժեքներին հակառակվելը։ Սա լրջագույն հարցերից մեկն է, եւ մենք բոլորս պետք է կարողանանք այդ հարցերի պատասխանը տալ։ Մենք մեր կողմից առավելագույնս երևի թե կոവിഡ്ից սկսած այդ հարցը սկսեցինք շատ ու շատ հնչեցնել, որպեսզի մարդիկ գոնե խորհեն հնազանդության գաղտնիքի մասին։ Եվ երբ որ այդ բոլոր հարցերը հնչում են, մեզ օգնության մշտապես գալիս են տարբեր ժամանակների, տարբեր մարդկանց, տարբեր երկրներից խորհուրդներ, որոնք որ այս կամ այն ձևով միախառնվում են ընդհանուր իմաստության գետի հետ, գետի, որում որ կուտակվում է մարդկության իմաստությունը, որպեսզի լույսը երբեք չմարի։ Եվ այդպես եկեք տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Ես չեմ սիրում փղերին, այնքան ուժեղ, բայց այնքան ենթարկվող։ Չարլզ Սպենսեր Չապլին, հայտնի որպես Չարլի Չապլին, բրիտանացի նշանավոր դերասան, ռեժիսոր, սցենարիստ եւ երգահան, կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ։ Համարվում է ֆիլմարտադրության ամենակարևոր կերպարներից մեկը, մասնավորապես համր կինոյի խորհրդանիշ։ Ստացել է տարբեր երկրների բազում մրցանակներ, այդ թվում խաղաղության միջազգային մրցանակ։ Այս հիանալի արտահայտությանը մենք ամբողջ հարգանքով հանդերձ իհարկե ասենք, որ թերևս շատ սիրում ենք փղերին, բայց արտահայտությունը ինքնին սթափեցնող է։ Եվ ինչու՞։ Բավարար է նայել մեր իսկ ժողովրդին եւ տեսնել, որ մեր ազգը հզորագույն ազգերից մեկն է, որովհետեւ յուրաքանչյուր ազգ հզոր է առաջին հերթին իր պատմություններից, եւ չկան բազում ազգեր, որոնք որ կային ժամանակին, իսկ մենք թերևս մինչ այժմ կանք։ Մենք հզոր ենք մեր պատմությամբ, մենք հզոր ենք մեր նախնիներով, մենք հզոր ենք ոչ միայն մեր վերելքներով, այլ նաեւ մեր անկումներով, որ պատմությունից ի վեր մեզ դաս են փոխանցել եւ սովորեցրել։ Եվ այդ զորությամբ հանդերձ մենք տարօրինակ ձևով հնազանդ ենք այսօր, երբ որ
շատ ավելի հստակ դրված է ազգը ոչնչացնելու հարցը։ Եվ դրա համար այս արտահայտությունը մեզ համար իրոք հզոր սթափեցնող արտահայտություն է։ Մենք ուժեղ ենք եւ մենք պետք է կարողանանք, որ կա սահման ենթարկվածության, սահման, որից չանցնելը նշանակում է գլորվել անպատվության մեջ եւ ըստ այդմ բնաջնջվել հենց սեփական ենթարկվածությամբ։ Մենք այնուամենայնիվ մշտապես հնչեցնելով իրականում չի ենթարկվելու կոչելը նորից եւ նորից ապավենում ենք մեր բոլորիս էության մեջ արկա լույսի ձգտմանը, որպեսի լույսը երբեք չմարի։